2024 թվականի նոյեմբերին, երբ որ դուք պիտի նշանակվեիք քննչական կոմիտեի ղեկավար, Նիկոլ Փաշինյանը այսպիսի հայտարարություն արեց. կան կոռուպցիոն գործարքների առնչությամբ տեղեկություններ, որոնք պիտի ստուգվեն եւս մեկ անգամ, որից հետո ես իմ որոշումը կկայացնեմ։ Դրանից հետո որևէ հայտարարություն, որևէ տեղեկություն մենք չիմացանք, թե դուք ինչ կոռուպցիոն գործարքների մեջ եք եղել, ինչ տեղեկություն էր ճշտում վարչապետը եւ ինչ հանգուցալուծում է ունեցել այդ գործը։ Գիտեք, այս պատմությունը մի քիչ նման էր այն իրավիճակին, երբ որ Հայաստանում կար մի նախագահ Արմեն Սարգսյան անունով, որի վերաբերյալ եւս Նիկոլ Փաշինյանը կասկածներ ուներ եւ մենք եւս, հանրությունը եւս, նրա քաղաքացիության մասով եւ մի օր Նիկոլ Փաշինյանը իր հետ հանդիպեց, ասաց ես ամեն ինչ տեսել եմ, նորմալ է, ու նախագահը շարունակեց աշխատել։ Որոշ ժամանակ հետո այդ նախագահը փախավ երկրից։ Մեկ է գնաց ուրիշ երկրից, գրեց հրաժարականի դիմում։ Հիմա այս նախադեպը մեր աչքի առաջ ունենալով, ես ուզում եմ հասկանալ, ինչ պարզվեց այն կոռուպցիոն գործարքներից, որի մասին խոսում էր Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Կոռուպցիոն գործարքների հետ կապված նախ Տիկին Թովմասյան, ես օրինակ ինքս կոռեկտ չեմ համարում անկեղծ, որ ես ինքս հերքեմ, օրինակ չգիտեմ, ինչ-որ թեկուս ասեկոսներ, ես ինքս կանգնեմ, ասեմ, չգիտեմ, հերքեմ, սա կարծում եմ, սա կոռեկտ չի, ես որպես իրավաբան ընդհանրապես, որպես իրավաբան կարող եմ ասել, որ որպես որևիցե քրեական վարույթով, թեկուս կասկածով եւ այլն, չեմ անցել, որևիցե քրեական վարույթով, նման թեկուս հարցաքննված լինեմ վկայի կարգավիճակում կամ պարզապես չգիտեմ ինչի մասին է խոսքը, բայց ես հաստատապես կարող եմ պնդել, որ ես նաև այդ հարցը, որքան հիշում եմ, ինձ մի անգամ տվեցին այդ հարցը, վերահաստատում եմ, որ ես իմ ամբողջ կյանքը եւ ներկայումս առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է եւ հավաստիացնում եմ, որ որևիցե տեսակի կոռուպցիոն գործարքների, հովանավորության կամ այլ տեսակի թեկուս զանցանքների հետ կապված առողջություն չեմ ունեցել եւ չեմ ունենալու։